Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, կրկին դուք իմ զարդերի աշխարհում եք, հիմա մենք միասին կնայենք իմ նորությունները, թե ինչ զարդեր եմ վերջերս ես ստացել, կարծում եմ բոլորիդ հետաքրքիր է, դե գնացինք։ Ահա առաջին իսկ, մարգարտե վզնոցը ձեր աչքի առաջ է, մարգարիտների իմիտացիա է, ապակուց մարգարիտներ, շատ գեղեցիկ վզնոց է, հապա նայեք ինչքան շքեղ փական ունի, 3 շարքից շատ խոշոր մարգարտե շարաններ են եւ տեսեք կառուցվածքը այս գեղեցիկ շքեղ վզնոցի ինչպիսի հիանալի կառուցվածք ունի այս վզնոցը, ոչ սովորական, ոչ ստանդարտ, շատ տոնական եւ կարծես ինչ որտեղ հիշեցնում է ինձ օձիք։ Օձիքի ձև ունի։ Պատկերացրեք սև փոքրիկ զգեստի հետ ինչքան գեղեցիկ կլինի այս վզնոցը, պոտ շանել, ինչպես ասում են։ Հիմա նայենք մյուս վզնոցները, հարգելիներս։ Այստեղ եւս ունենք երկու մարգարտե վզնոցներ, Մայորիկա ընկերության պատկանող։ Հիմա նայենք ինչ ունենք այստեղ։ Էլի սերտիֆիկատը, սերիան։ Նայեք ինչպիսի գեղեցիկ փական ունի, կարծես մատանի լինի, այնքան գեղեցիկ փական է։ Խոշոր ադամանտով մատանի կարծես լինի։ Հիմա կտեղադրեմ մանիկենի վրա եւ կուսումնասիրենք։ Ենք տեսնում, իհարկե առաջի հայացքից երկու մարգարտե շար, բայց նայեք որքան փայլուն է, ինչ սպիտակ ձյունաճերմակ մարգարիտներ են։ Սովորաբար մարգարիտները լինում են կատնագույն, բեժ երանգի, Մայորիկան ավելի շատ ինձ այդպես է հանդիպել։ Սպիտակը այդքան հաճախ չի հանդիպում։ Շատ խոշոր են էլեմենտները։ Ինձ դուր է գալիս։ Շատ էլեգանտ, գեղեցիկ վզնոց։ Իր օրիգինալ սերտիֆիկատով եւ տուփով։ Երբեմն հանդիպում են Մայորիկա ընկերության մարգարիտներ, բայց տուփը եւ սերտիֆիկատը պահպանված չի լինում։ Դա շատ ցավալի է, որովհետև միանգամից գինը ընկնում է 50%-ով։ Տուփը եւ սերտիֆիկատը մեծ դեր է խաղում Մայորիկայի դեպքում։ Ինչպես տեսնում եք, նշված է Մայորիկայի մարգարիտներ, պեղլե նշանակում է մարգարիտներ եւ Իսպանիա։ Իսպանիան այս մարգարիտների հայրենիքն է, Մայորիկա կղզում է արտադրվել այս մարգարիտները, այնտեղ է գտնվում նաև Մայորիկա ընկերությունը։ Եվս մեկ անգամ հիանանք այս շքեղությամբ, որքան գեղեցիկ է, որքան հիանալի կատարում։ Նույնիսկ կարելի է այս փականը բերել կողքի վրա։ Ես այդպես եմ սիրում, ինձ այսպես է դուր գալիս, որտեվ շատ գեղեցիկ էլեմենտ է, ինչու թաքցնել մազերի տակ, կարելի է պատվով կրել, ցույց տալով, որ գեղեցիկ մարգարիտներ են, ունեն պարոդիստի ծագում։ Ես գիտեմ, որ Հայաստանում նման փականներով մարգարիտներ չեն լինում եւ բավականին բարձրացել է գնային աճը։ Ընկերուհիս էր եկել Հայաստանից եւ շատ էր բողոքում, ասում էր շատ թանկացել են մարգարիտները ընդհանուր առմամբ եւ ասում էր, որ Հայաստանում էլ կան Մայորիկա մարգարիտներ, բայց ըստ իր նկարագրության դա չի կարող լինել Մայորիկա ընկերության, քանի որ այդպես ասում են Մայորիկա ընկերության է պատկանում վաճառողները, ասում են Մայորիկա, բայց ասեմ ձեզ, որ Մայորիկա ընկերությանը պատկանող վզնոցները պետք է արտադրվեն հենց Իսպանիայում, Մայորիկա կղզում, իսկ իրենք ասում են ինչ որ փոշի է, ծեծած, խառնած, հուլունքներ ստացած ու դա ոնց կարա լինի Մայորիկա եւ այդքան բարձր գներով էլ վաճառում են։ Ես ուղղակի ապշել էի, երբ նա ասեց գները։ Հիմա տեսեք ինչ գեղեցիկ վզնոց է հաջորդը։ Վաու, սա շիկ։ Ընտիր հատիկ մարգարիտ Մայորիկա իր սերտիֆիկատով, իր գեղեցիկ տուփով։ Նայենք, տեսնենք ինչ կա այստեղ նշված, բնականաբար էլի Մայորիկա, Իսպանիա, տարեթիվը արտադրության մարգարիտների դիամետրը եւ ահա կղզու քարտեզը Մայորիկա ձեր աչքի առջև։ Տարբեր լեզուներով այստեղ նույն բանն է նշված, ընկերության
մասին է պատմում։ Լիցենզավորված սերտիֆիկատ, ահա, Իսպանիա այստեղ նշված։ Մանակորը Մայորիկա կղզում գտնվող քաղաք է, որտեղ էլ այս ընկերությունն է իր գործունեությունը ծավալում։ Հիմա տեսնենք ինչ մարգարիտներ են։ Այս սրանք արդեն մի քիչ կատնագույնին խփող մարգարիտներ են և մինչ մարգարիտները ես ձեզ ցույց կտամ, եկեք սերիան համեմատենք։ Ահա սերտիֆիկատում նշված է 6851 03, այստեղ նույնպես 6851 03, պետք է ճիշտ և ճիշտ համընկնի մարգարիտների սերիան սերտիֆիկատի սերիայի հետ, հարգելիներս։ Այսա իրական մայորիկան է, կուլտիվացված, սերտ աճեցված մարգարիտներ։ Այստեղ կա պլոմբա, տեսնում ենք, որ նշված է 800 պրոբանոց արծաթե օգտագործված և ոսկեջրած, սա էլ ոսկեջրման պլոմբան է։ Ունի նաև պաշտպանիչ շղթա, այստեղ նույնպես առկա է պլոմբան, արծաթի և ոսկե պատման։ Մեկ շարքից մայորիկա վզնոց է, բայց շատ հիանալի կատարում իր արծաթե փականով, ոսկե պատված, ոսկե ջրված շերտով և հատիկները շատ փայլուն են, բայց կաթնագույն։ Հիմա եկեք համեմատենք մյուս մարգարիտների հետ, որոնք ավելի ձյունաճերմակ են։ Այս մարգարիտների փականն է ինչ շատ դուր եկել։ Տեսեք, նույնիսկ միասին նայվում են շատ գեղեցիկ։ Հիմա գույնը մոտեցնեմ, համեմատենք։ Կամերան այդքան լավ ցույց չի տալիս, բայց այս մյուս մարգարիտները երկու շարքից խոշոր ավելի ձյունաճերմակ են։ Այս մյուսը մի փոքր կատնավուն երանգ ունի։ Ինչպիսի շքեղություն, ժամերով կարելի է հիանալ։ Ինձ համար թերապիա են մարգարիտները, բնական քարերը և առհասարակ մարգարիտները նույնպես համարվում են թերապևտիկ զարդեր, ինչու ոչ, շատերն են այդ մասին ասում։ Եվ վերջին զարդը նայենք, հարգելիներս, բաբաբաբամ, տեսեք ինչ գեղեցիկ զարդ է, նույնպես մարգարտե էլեմենտներ ունի։ Հիմա տեսնենք, որ բրենդն է սա։ Ֆրանսուհիների սիրելի բրենդն է, Arena Paris։ Հիմա տեղադրեմ մանիկենի վրա և հիանանք մենք այս շքեղությունով, այս գեղեցիկ վզնոցով։ Գեղեցկուհի կախազարդ, էլեգանտ, ուրախ, գարնանային, պոզիտիվ տրամադրություն հաղորդող վզնոց, ահա այսպիսին պետք է լինեն զարդերը։ Ճիշտն ասած, ես չեմ սիրում առեղծվածային ինչ-որ abstract դիզայնի զարդեր, սիրում եմ պայծառ, լուսավոր, տրամադրություն բարձրացնող կամ էլ դասական կլասիկա, բրոշներ, վզնոցներ, ինչպես նաև մարգարիտներ, շատ հոյակապ չափս է, հետևի մասը ունի ռեգուլե անելու շղթա, ամեն մարդ կարող է իրեն հարմար չափս ընտրել և նաև կարճացնել ու երկարացնել ըստ ցանկության, կարճ տարբերակը կարող է նույնիսկ այս կողքի վրա գալ այս գլխավոր էլեմենտը, բայց կենտրոնում ավելի գեղեցիկ է, բայց ես չոկեր չեմ սիրում, նեղվում եմ, որ քիփ կպնում է պարանոցիս ինչ-որ բան, ես ձմռանը վարալասկաներ էլ չեմ հագնում, շարֆերով եմ պաշտպանում այդ հատվածը, նեղվում եմ։ Սա իդեալական չափս է ինձ համար։ Նաև կախազարդն է իդեալական չափսի, եթե դնենք ահա այստեղ մեր կանոնը, չափը 3 սանտիմետրը 3 սանտիմետրի վրա, շատ խոշոր չէ, մասիվնի, բայց երևացող զարդ է, բյուժետերիան պետք է երևացող լինի, եթե արծաթ չի կամ ոսկի չի, կարիք չկա խնայելու մետաղը, քանի որ թանկարժեք չէ։ Չնայած իմ զարդերի մեծ մասը թանկարժեք մետաղներից են, ոսկեջրած կամ ոսկե պատված բազմաթիվ շերտերով, այնուհանդերձ ոսկի չի կամ արծաթ չի, բնականաբար պետք չի խնայել նյութը և այս ընկերությունը միջին սիգմենտից բարձր է օրենայի արժեքը, դրա համար իրենց զարդերը շատ գեղեցիկ են, ինքնատիպ են և հարմարավետ են բոլորի համար, այ օրինակ ինչպես այս վզնոցը ունի այնպիսի երկարություն, որ բոլոր տիպի կանանց
կսազի, հարմար կլինի պարանոցի վրա կրելը։ Ահա այսպիսի գեղեցիկ վզնոցով ուզում եմ բարձրացնել ձեր տրամադրությունը, ինչպես նաև իմ գեղեցիկ գարնանային կակաչներով։ Ուզում եմ ասել, որ շատ շուտով կրկին կհանդիպենք, եւ ովքեր նոր են միացել իմ ալիքին, մի մոռացեք բաժանորդագրվել, մի հապաղեք սեղմել զանգակ կոճակը, կրկին հանդիպելու նպատակով, սիրելիներ, մնացեք ինձ հետ, կհանդիպենք շատ շուտով, ատխևիտ օղվուախ, ցտեսություն։